Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, հերթական հարցազրույցի հնարավորության համար։ Պարոն Ավետիսյան, տարին ամփոփում ենք շատ տխուր եւ շատ մտահոգ իրողություններով, նույնիսկ անհավանական թվացող իրավիճակով։ Երբևէ չէինք կարող պատկերացնել, որ կարող է Հայաստանում լինել մի ղեկավար, որը հանդգներ հասնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդգներ վեհափառի հասցեին ասել կամ մեր մյուս հոգևորականների հասցեին նման վիրավորանքներ, նման գործելավոճ, ուղղակի պատերազմ է հայտարարել մեր եկեղեցու դեմ։ Դեկտեմբերի 18-ը ցույց տվեց, որ նա արդեն հասել է Մայր Աթոռի շեմին, հասան դռներն էին ջարդում Մայր Աթոռի եւ ցավով պիտի նկատենք, որ Փաշինյանին փաստորեն հաջողվել է ոչ միայն քաղաքական դաշտը վերածել սև ու սպիտակի, այլ նաև այստեղ եւս հոգևոր դաշտում, մեր ինքնության, մեր ազգային արժեքների դաշտում եւս նա այսպես ջրբաժան է տարել նիկոլականներ մի կողմում, ԱԱԾ-ով եւ ոստիկաններով այսպես շրջապատված որպես թիկունք, եւ մյուս կողմում հավատավոր հայ ժողովուրդ, ինչի ականատեսը եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Որտեղից են փչում այս քամիները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, շատ տրամաբանական է, որ այս իշխանությունները եւ այն գործելակերպը, որ իրանք հիմա իրականացնում են, պետք է ունենար այս տրամաբանական ավարտը կամ շարունակությունը։ Եվ այն հերթական պատարակները, որ մատուցում է տարբեր եկեղեցիներում, այսպես կոչված, կեղծ հոգևորականներով, կամ նախկին հոգևորականներով, պետք է ունենա այդ տրամաբանական ավարտը։ Որն է այդ տրամաբանական ավարտը, դա պետք է գրոհի Մայր Աթոռի վրա եւ փորձեն վեհափառին փոխեն։ Այսինքն վեհափառին ուժով, զորով, լծակներով, ուժային կառույցներով փորձեն զավթեն Մայր Աթոռը։ Եվ իրանք այդ ճանապարհի վրա են։ Հայրերն այսինքն առաջի փորձ բնականաբար օրենքից դուրս են եւ առաջի փորձը ծախողվեց, հիմա իրանք պետքա գնան երկրորդ, երրորդ փորձերին, մինչեւ որ կգա ժամանակը, որ իրանք կուղարկեն իրանք համապատասխան վայրը։ Այսինքն Պարոն Ավետիսյան, ովքեր են կանգնած այս ամբողջ այս պատերազմի թիկունքին, ինչ ուժեր են, ինչ արտաքին ուժեր են, ինչ են, սա ինչ է։ Բնականաբար սա վեհափառի հարցը չի, այստեղ վեհափառը ընդհանրապես կապ չունի եւ շատ հստակ այսպես կոչված մեծ Փաշիզադեն խոսում էր այն մասին, որ հայ առաքելական եկեղեցին վնաս է Կովկասում, խոչընդոտ է Կովկասում եւ հայ առաքելական եկեղեցին թույլ չի տալիս, որպեսզի խաղաղություն հաստատվի Կովկասում եւ այլ, այսպիսի բաներ։ Խոսքը գնում էր առաքելական եկեղեցու մասին, խոսքը չէր գնում վեհափառի մասին, ինքը չէր ասում վեհափառն է խանգարում, ինքը ասում է հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն ստացվում է այնպես, որ հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է թուրքերի ծրագրերին։ Իսկ որն է թուրքերի ծրագրերը, շատ պարզ եւ հստակ ասված է, թուրքերի ծրագիրը հետեւյալն է, որ հայ ժողովուրդը ընդհանրապես այստեղ գոյություն չունենա։ Հիմա եկեղեցին եթե խոչընդոտում է դրան, բնականաբար եկեղեցին խոսում է հայ ժողովրդի շահերից։ Այս մարդիկ ուղղակի մի փոքր այսպես մանիպուլյացիա են արել եւ քանի որ հասկանում են, որ առաքելական եկեղեցին անխոցելի է, իրանք չեն կարող եկեղեցու դեմ խոսել, հիմա ասում են ժողովրդին, այն մեր հայրենակիցներին, որոնք լավ չեն պատկերացնում իրավիճակը, ասում են, որ գիտեք, որ վեհափառը վատն է, վեհափառի մասին ինչ-որ բաներ, սուտ լուրեր են տարածում եւ այլն։ Մարդկանց ինչ-որ մի խումբ էլ կա, որ բնականից, ասենք, վեհափառի նկատմամբ ունեն բացասական վերաբերմունք, ընկնում են այդ ազդեցության տակ։
Բայց դա շատ փոքր թիվ է մարդկանց, որոնք լեծակների ազդեցության տակ գնում են այդ քայլերին։ Եվ այն, որ կազմակերպված գրոհում էին այսպես կոչված ուժայինների միջոցով Սուրբ Աթոռը, Մայր Աթոռը, եւ մենք տեսանք թե ինչ տարբերություններ կար թվականակի միջև, որտեղ մի կողմում մի քանի հազար մարդ կար, իսկ այս կողմում, այսինքն իշխանական կողմում մի քանի 100 մարդ կար։ Անգամներով, ընդ որում բերված տիպովաբար, բան եւ այլն։ Որտեղ այնտեղ կային ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստներով հագնված, իրանց բարեկամներով, բաներով եկել էին իբր բանն։ Եկել են, որ բանում ինչ-որ կարգ ու կանոն հաստատվեն, բան եւ այլն։ Մամուլը գրեց, որ անգամ մանկապարտեզների, դպրոցների, այդպես բերվել են հալածակներ։ Որովհետև այդպիսի բան չի լինում, չի կարող հոգևորականը Մայր Աթոռ գնա եւ գնա ոստիկանների ուղեկցությամբ։ Բայց գնացին այդ 10։ Այո, այդ 10 ոստիկանների ուղեկցությամբ, ոստիկանները Մայր Աթոռի վրա գրոհում էին, որ ժամանակին նույնիսկ մեր թշնամիները չեն հանդգնել գնալ եւ Մայր Աթոռը մտնել, վեհարան մտնել, սրանք հիմա փորձում էին գնալ, բայց ժողովուրդը իր տեղում էր, ժողովուրդը եկավ իր խոսքը ասեց եւ իշխանությունները ստացան հակահարված։ Առաջի անգամ մեծ հակահարված ստացան։ Գյումրիում չկար, այդ հակահարվածը տեսան կարծես թե նաև Գյումրիում։ Գյումրիում էլ կար, իհարկե բնականաբար, ինչը կապված է եկեղեցու հետ, այս իշխանությունները ստանում են շատ լուրջ հակահարվածներ։ Եվ դա է պատճառը նաև, որ քաղաքական իշխանությունը խոսում է այն մասին, որ իբր իրանք կապ չունեն դրա հետ, որ դրանք հոգևորականներն են ուղեկցում այդ 10 կամ 8 հոգևորականներն են ուղեկցում բան, իբր իրանք կապ չունեն դրա հետ։ Հա, Փաշինյանը ի դեպ այս ընթացքում մանիպուլացրեց, գտավ այդ 10 հոգուն եւ ինչ որ հիմա անում է, փորձում է 10 հոգու ձեռքով անել։ Իսկ ով են այդ 10 հոգին։ Ի վերջո մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի, չէ՞։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը լավ ճանաչում են այդ 10 հոգուն, նրանց մեջ առնվազն 4-ը շատ հայտնի են եւ հայտնի են իրենց սկանդալային պատմություններով։ Եվ անկախ նրանից նրանք հայտնի լինեն, չլինեն, եթե գնում են Մայր Աթոռի դեմ եւ այդ ուխտը դրվում են, այսպես ասած, իրանք բռնում են Հուդայի ճանապարհը։ Իսկ թե ով է Հուդան, ժողովրդին բացատրելու կարիք չկա։ Շատ բարձ ասում են, ժողովուրդը այնտեղ բացահայտ ասում են, դուք Հուդաներ եք, Հուդաներ եւ այլն։ Եվ սա բոլորը տեսան, այդ թվում նաև իշխանությունը հասկացավ, որ այս մարդկանցով ինքը չի կարող գրոհի, եւ հետո դա մի շատ փոքր մասն է այն հոգևորականների, որոնք կանգնած են վեհապարի կողքին, իրականության կողքին, այսինքն ճշմարտության կողքին։ Ես մի տեղեկատվություն նաև տամ ձեզ եւ նաև մեր հեռուստադիտողին ասեմ, որ այսօր տարածվել է Լատվիա, Էստոնիա մեր հոգևոր թեմի անդամների հայտարարությունը, որտեղ նրանք դատապարտում են Վազգեն Միրզախանյան դերևս եպիսկոպոս համարվող այդ անձին, թեմի առաջնորդին, եւ այնտեղ բավական մանրակրկիտ ներկայացում է, թե ինչպես տարիներ շարունակ եւ վերջին մանավանդ տարիներին նա ակնհայտորեն նիկոլական այսպես դիրքորոշումների մեջ է, շատ սուր քննադատություն են հղել եւ նշվում է հետեւյալը, որ ցավում ենք, որ նա միացել է այն արշավին, այն պատերազմին, որ այսօր Փաշինյանի ձեռքով կամ Հայաստանի իշխանության ձեռքով իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ եպիսկոպոս կոչված այդ Հուդաների թիկունքում իրականում ոչ իրենց թեմերն են, ոչ հոգևորականներն են մյուս պաշտպանում, դա ականատեսը բոլոր եկեղեցիներում մենք լինում ենք եւ տարբեր տեղերից, այո, դրսի մեր թեմերից գալիս են նման հայտարարություններ։ Սա արդեն փաստում է շատ բանի մասին, այնինչ դուք ասում եք, որ այս մարդիկ ընդամենը մի փոքրիկ խմբակ են, բայց ագրեսիվ խմբակ։ Բնականաբար ագրեսիվ են, բայց նայեք, որպեսզի պարզ լինի մեր հասարակությանը, մեր հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, ի վերջո ո՞րն է սրա նպատակը, ինչ են ուզում սրանով անել, ինչի համար են գնում այս քայլին, ի վերջո սա ինքնասպանություն է քաղաքական, հայկական քաղաքական իշխանության համար, սա ինքնասպանություն է գնալ եկեղեցու դեմ
Ես չեմ կարծում, որ եթե ճնշումներ չլինեին կամ ցուցումներ չլինեին դրսից, այս իշխանությունները գնային այդ քայլերին, որովհետև այս իշխանությունները երբ որ եկան, հենց սկզբից շատ լավ հարաբերություններ ունեին եկեղեցու հետ, վեհապարի հետ։ Բայց 18-ին հիշում եք Նոր Հայաստան, Նոր Հայրապետ, որը ի դեպ հենց Փաշինյանի կողմից Բայց խնդիրը այդպես չէր դրված։ Խնդիրը դրված չէր, որ պետքա գնալ եւ գրոհել Էջմիածինը վեհապարին հանել, փոխել եւ այլը վարկաբեկել, խայտարակել ամբողջ։ Սա մի ամբողջ գործընթաց է, որ իրանք հիմա շարունակում են, որովհետեւ ճնշումները մեծացել են դրսից, պահանջները։ Եվ այդ պահանջները պետքա սպասարկվեն։ Հիմա մենք պետք է հասկանանք ինչի համար է դա արվում, ում է դա պետք։ Շատ պարզ է, որ սա առաջի հերթին պետք են մեր թշնամիներին, իսկ մեր թշնամիները առնվազն երկուսը մեր հարևաններն են, որոնք պարզ ասում են, որ հայ առաքելական եկեղեցին խանգարում է իրանց մարդիկ, որոնք այսպես ասենք տերորիստներին հովանավորում են, գլուխ կտրողներին, մարդասպաններին հովանավորում են, քնած տեղը մարդուն սպանողին, կացնահարողին հերոսի կոչում են տալիս։ Այդ մարդիկ մեզ հայերիս, որ պետականորեն քրիստոնեություն ընդունած առաջին ազգին, որ քրիստոնեությունը տարածել ենք աշխարհում մեկ, ըստ էության մենք մարդասիրություն ենք տարածել աշխարհում, մարդասիրություն տարածող կրոնի դեմ են դուրս եկել եւ ասում են, որ սրանք մեզ խանգարում են։ Հասկանում եք ինչն է խնդիրը։ Որովհետև հայ առաքելական եկեղեցին իր բոլոր կաթողիկոսներով հանդերձ երբեք չի դավաճանել առաքելական եկեղեցու սկզբունքներին եւ ամեն ինչ արել են եկեղեցին ուժեղ պահելու, ամրապնդելու եւ առաջ տանելու համար։ Հետևաբար սա նշանակում է, որ այս պայքարը լրիվ այլ տեղ է։ Եվ այսօրվա իշխանությունները Հայաստանում բոլորովին էլ չեն արտահայտում հայ ժողովրդի իրական շահերը։ Հետևաբար նշանակում է, որ պետք է ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի եւ իր խոսքը ասի, որովհետեւ սա մեր վերջին հենարանն է։ Սրանից այլ հենարան մենք այլևս չունենք։ Տեսեք, բոլոր այն ինստիտուցիոնալ կառույցները, որոնք գոյություն ունեին, դրանք բոլորը ոչնչացված են։ Մնացել է միայն հայ առաքելական եկեղեցին։ Ես չեմ կարծում, որ իրանց ուժը կբավարարի, որովհետև մենք լավ չենք պատկերացնում ինչ ասել է հայ առաքելական եկեղեցի։ Մենք նույնիսկ նրա ուժը չգիտենք աշխարհում, բայց աշխարհի տերերը, գերտերությունները շատ լավ գիտեն դա ինչ հզոր ուժ է, եւ նույնիսկ այն ուժերը, որոնք այս ամեն ինչը նախաձեռնել են եկեղեցու դեմ, հիմա արդեն փորձում են հետ կանգնել սրանից։ Եվ դա գալիս է մինչև ստեղ։ Արդեն նույնիսկ ստեղ է նախաձեռնողն ու դրթողը հետ է կանգնում։ Դուք համարում եք հետ կանգնել հետեւյալը, հիմա եկեք անդրադառնանք, տեսեք Փաշինյանի սցենարը կարծես սկսում է փոխվել։ Մինչև մեկ շաբաթ առաջ, մի քանի օր առաջ էր Կարեն կարծիքը, որ ինքը հաջորդ քայլը պետք է լինի ավելի մեծ գրոհով Մայրաթորի դեմ, այնտեղ պիտի գնային, հավաքվեին, հասներ նրան, որ մտնում են տաճարի մեջ, այնտեղ կեղծ այդ պատարագներ բեմադրվում, որտեղ չեր հնչելու վեհապարի անունը եւ տեղում հրաժարականը հերացումներ պահանջվելու այդ 10 չեպիսկոպոսների թույլ տվեք ես այդպես ասեմ, չեպիսկոպոսների կողմից Եվ եթե չէր ընդունում վեհապարը, ինչը շատ ճիշտ էր անելու եւ ճիշտ է անում, որ չի ընդունում, բնականաբար, այդպես է պիտի աներ, բայց նրանք դիմելու են կալանավորման, այսինքն տեղում ինքը օգտագործելու էր ուժայինների ուժը, ներկայությունը ԱԱԾ ոստիկանություն հրահանգելու էր կալանավորել։ Այս սցենարը բավական երկար ժամանակ խոսում է, հիշեք, Ալեն Սիմոնյանն էր, հա, բաց տեքստով ասեց, հա ինչ է, որ հա կարող է այդպես է լինել, գնալ եւ հեռացնել իրեն հենց այնտեղ պահանջում, բայց կարծես բան է փոխվել հիմա։ Ես արդեն 3 տեղեկացա, մամուլը խոսում էր այն մասին, որ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին, այսինքն 2 օր հետո տեղի ունենալիք պատարագին իր այդ թափորով ներկա չի լինելու Մայրաթորում, ուղղությունը վերցրել է հեթանոսական տաճար, Գառնի հեթանոսական տաճար է գնում, բան է փոխվել։ Գուցե քաղաքական ուղղորդումներն են, հա, ինչ որ, այսօր պետք է հասկանանք այս օրերին ինչ հնչեց, ինչ հայտարարություններ եղան, որպեսզի վերլուծենք, թե այս ոնց է հետ քայլ է անում
Նայեք, ճիշտ ասած, ես չեմ կարծում, որ ինքը այս հետ քայլ կանի եւ չի ուղղորդի կամ չի մասնակցի եւ հետո այդ ինֆորմացիան որտեղից է տարածվել, պետք է հասկանալ ուղղակի դա որտեղից է։ Գառնի չգնալը նկատի ունեք, որ ինֆորմացիայի մասին է խոսք։ Կներեք, մայրաթոր չգնալը։ Մայրաթոր չգնալը, ես չգիտեմ որքանով է դա ճիշտ, գուցե դա ինչ-որ փորձում են ուղղությունը շեղել կամ մարդկանց գոնությունը, բան եւ այլը, որովհետեւ շատ մարդիկ մտածում են, որ թողնեն իրանց բան ու գործը, գնան 20-28-ին այնտեղ կանգնած լինեն, որպեսզի փրկեն հավատը մեր, եւ մտածում են, եթե այդպիսի վտանգ չկա, ավելի լավ է զբաղվենք այն մեր գործերով, ինչ որ կա, ամեն դեպքում պետք է զգոն լինել, պետք է միշտ պատրաստ լինել, այդ մի օրը պետք է գնալ այնտեղ եւ կանգնել վեհապարի կողքին, ամեն դեպքում։ Բայց ձեր ասածն էլ ինչ որ բան ունի, հիմքեր ունի, որովհետև այս ժամանակահատվածում տեսեք եւ Հռոմի Պապը իր կարծիքը հայտնեց եւ ասաց, որ ինքը պատիվ է ունեցել հայոց վեհապարի հետ շփվել եւ իր ջերմ ողջունները փոխանցեց, այսինքն դա մեսիջ էր փոխանցվել, որ Հռոմի Պապը հեչել այտենց ոգևորված չի ձեր ցախուված գործընթացով, այսինքն եթե չեք կարողանում անել մի խառնեք, որտեղ դա շատ վտանգավոր կարա լինի։ Շատ եք անցել գծերը, հա, կամ անցել եք գծերը կամ չեք կարողանում անել, ուրեմն մի արեք, հեռու կանգնեք, որովհետև սա շատ վտանգավոր կարա լինի։ Նույնը անգլիական համապատասխան կառույցները նման վերաբերմունք ցույց տվեցին, ասացին, որ դա շատ վատ բան է։ Ես այստեղ հիշեցնեմ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը կոշտ հայտարարություն արեց։ Շատ հետաքրքիր էր, չէ՞։ Այո, եթե կարողանայիք անել, պետք է անեիք արագ։ Եթե չկարողացաք անել, գործ չունեք, որովհետև հայ առաքելական եկեղեցին այն կարգի ուժ չի, որ երբ ուզենաք գնաք ճնշեք կամ ինչ-որ բան։ Դա մի կառույց է, որը եթե հանգարց սկսեց աշխարհով մեկ իր այդ մարմինը, այսպես ասած, շարժել, շատ վատ կարող է լինի շատ երկրների համար։ Հենց քրիստոնեական աշխարհի։ Այո, որովհետև մենք իրական դերը, իրական խորությունը, հզորությունը մեր եկեղեցու չենք հասկանում։ Նու շատերը չգիտեն այդ մասին։ Ճիշտ ասեցիք, բայց մեր հակառակորդները լավ գիտեն։ Իրանք շատ լավ գիտեն, իրանք հասկացան, որ չի կարելի հիմա խաղանել, իրանք ուժը ուղղակի չպատեց այդ անելու։ Հետո վեհապարը իր տեղում է, ի տարբերություն շատերի վեհապարը կապիտուլյանտ չի։ Ամեն փղկից չի փախնում։ Շատ ճիշտ եք ասում, բայց ես այստեղ մի փոքր փակագիծ եմ ուզում բացենք, հա։ Այս ընթացքում շատ էր խոսվում նաև այն մասին, որ այս ամբողջ սցենարի հետևում, Փաշինյանի քայլերի հետևում կանգնած է Վատիկանը եւ նաեւ անգլոսաքսոնական ուղղությունը։ Շատ հետաքրքիր էր, որ երբ որ Մեծ Բրիտանիայից հնչեց արտաքին գործերի փոխնախարարի կոշտ հայտարարությունը, որով բնականաբար քննադատում էր Հայաստանի իշխանության հակաեկեղեցական այս գործողությունները, դրանից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ տեսնում եք որոշակի հետ քայլ, մի փոքր ավելի այսպես մեղմում։ Կարող ենք ասել, որ այնտեղից որտեղից ուղղորդվում է Հայաստանի իշխանությունը, իսկ դա վերլուծությունները ցույց են տալիս, որ հենց այդ ուժային կենտրոններից է թերևս ուղղորդում, հենց այն տերերը պահանջեցին նրան այդ հետ քայլ անել, թե չեմ կարծում, որ որևէ մեկին նա լսեր։ Իհարկե, տեսեք, այստեղ երկու բան կա։ Նախ առաջինը, որ եւ Լոնդոնը եւ Վատիկանը դրանք համաշխարհային կենտրոններ են, որտեղ հայ առաքելական եկեղեցին բավականին բարձր կարգավիճակ ունի գլոբալ որոշումներ կայացնելու առումով։ Հիմա եւ այդ կենտրոնները եւ այլ ուժեր, որոնք ավելի ցածր կարգավիճակ ունեն, բոլորը ուզում են, որ առաքելական եկեղեցին այդպիսի հզոր գլոբալիստական աշխարհում կարգավիճակ չունենա։ Հա, խանդով են վերաբերվում։ Այսինքն ուզում են, որպեսզի մենք այդտեղից դուրս գանք, որ ոչ թե հայերը մասնակցեն որոշումներ կայացնելուն, այլ հայերը ենթարկվեն այդ որոշումներին։ Բայց երբեք այդպես չի եղել։ Հայ առաքելական եկեղեցին միշտ ունեցել է իր դերը, իր կարծիքը համաշխարհային գլոբալ այս process-ների մեջ։ Հիմա սրանք որոշեցին, որ քանի որ երկիրը թույլ է, հանենք առաքելական եկեղեցուն էլ այդտեղից հանենք եւ այս մեր փորձ արեցին, էլի։
թևին իշխանական սրանց էլ բացատրել են, որ իբր թե վեհապարի վրա գնացեք, վեհապարին որպես անձ վարկաբեկեք, վեհապարին հետո կփոխեք, ուրիշ մարդ կբերեք, ուրիշի հետ նորմալ կլինի, եւ մեր հասարակության մեծ մասը այդ բանը լսում է, այդ կեղծ թեզը եւ մտածում է դե վեհապարի հետ է կապված։ Հարցը վեհապարի հետ չի, բացարձակապես հարցը վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու դերի ոչնչացմանը։ Եվ տեսեք, եկեղեցուն շատ ներողություն հողազրկումն էլ է հենց այդ տրամաբանության մեջ, երեք կառավարությունը ամեն ինչ դրա մեջ է մտնում եւ վեհապարի փոփոխությունը, եթե հիմա հանգարց Աստված չան, այդպիսի մի բան լինի, վեհապարի փոփոխություն տեղի ունենա, մենք կկորցնենք առաքելական եկեղեցու դերը ամբողջ աշխարհում։ Մենք ինքներս մեզ կկորցնենք։ Մենք կկորցնենք բնականաբար։ Տեսեք, ես մեծ օրինակ բերեմ։ Շատ բան հետաքրքիր օրինակ է ինքը, միշտ այդ օրինակը ես բերում եմ, տեսեք, երբ որ հապկի մասին ենք խոսում, ինչ էին ասում այս մարդիկ։ Սրանք չէին ասում հապկը վատնա։ Ասում էին հապկի քարտուղարին պետք է փոխենք, որ մեր հայրենակիցներ Խաչատուրովը, գեներալ գնդապետ, որը գործող մեր բանակի զինվորական էր եւ ամեն ինչը շատ լավ գիտեր, որը այդ ժամանակ հապկի քարտուղարն էր։ Հիմա նայեք ինչ արեցինք մենք։ Մենք մեր ձեռքով մեր հապկի քարտուղարին հանեցինք, իբր թե կաշառակերաբան եւ այլո այդ հեքիաթները գիտեք։ Հետո դրան ասացին մենք կփոխարինենք ուրիշ այլ գեներալով։ Հանեցինք, տեղը ոչինչ չստացանք, տեղը ստացանք ադրբեջանամետ ինչ որ մեկին։ Եվ արդյունքում ինչ արեցինք, կորցրեցինք Արցախը, հասկանալի է, չէ՞, որ Խաչատուրովը լիներ օրինակ հապկի քարտուղար, հապկը իրան տես չէր պահի։ Ամեն դեպքում շատ ավելի լավ կլներ եւ մենք այդպես կորուս չէինք ունենա։ Բայց ինչ արեցինք մենք։ Հանեցինք ու տեղը ոչինչ չստացանք ու չենք էլ ստանա։ Վերջացավ այդ թեման։ Այսինքն անձի փոփոխությամբ ինքը կառույցը հիմա նույն բանը հաջող հզոր կառույցը եկեղեցին, եթե մենք վեհապարին հիմա փոխենք, այդ ամեն ինչից դուրս է գալու, ոչ մի բան տեղը չենք ստանալու։ Հայ առաքելական եկեղեցին իր այդ ամբողջ համաշխարհային հզորությունը կորցնելու է ու դառնալու է մի հատ հայաստանյան կառույց։ Այո, ու վերջացավ։ Սրանով մենք ելի մի հատ շատ մեծ հզոր ուժ կկորցնենք աշխարհում։ Սա ոչ մի դեպքում չի կարելի անել։ Իհարկե։ Պարոն Ավետիսյան, ամեն դեպքում ուզում եմ անդրադառնալ այդ վարկաբեկման այդ շղթային, մենք հիշում ենք ինչպես սկսվեց, անգամ չեմ էլ ուզում հիմա հրապարակել, բայց այդ զավակ ունենալու այդ փաստերը, թեպետ այդ զավակ ունեցողներից երկուսը իր կողքի հիմա կանգնած են եւ ինքը պայքարում է այդ մարդկանց ձեռքով եկեղեցու դեմ։ Եվ հետո հանկարծ ԱԾ-ն որոշեց որ նոր այսպես կեղծիքներ հրամցնել մեր ժողովրդին, ինչ որ փաստաթուղթ հրապարակվեց, թե Եզրաս arczepiskopos-ը KGB-ի անդամ է, թե գործակալ է, հետո այդ նույն բանը վերագրվում է հիմա նաև մեր ամենայն հայոց կաթողիկոսին, Խորհրդային Միությունը չկա, բայց հետքերը կան փաստորեն։ Սա ինչ խեղկատակություն է։ Դե գիտեք, դա ես չգիտեմ ոնց կարելի է մեկնաբանել, դա մեկնաբանության ենթակա բան չի։ Դա այնքան անհետեցություն է։ Մեղադրել ինչ-որ մեկին, որը եղել է սովետական միության KGB-ի գործակալ, երբ որ Հայաստանը այդ ժամանակ եղել է սովետական միության մաս, եղել է սովետական միության հանրապետություններից մեկը եւ վաղուց չկա այդ երկիրը, այդ կայսրությունը չկա, քանդվել է, չկա, գոյություն չունի, հիմա մեկին մեղադրել, այդ նույնն է, ոնց որ մեկին հիմա մեղադրեք, որ բյուզանդական կայսրության մեջ բյուզանդական կայսրության գործակալ է եղել։ Հիմարություն։ Իբրի այդ ինչ է տալիս կամ եթե այդ մարդը այսքան տարիներ աշխատել է եւ շատ մեծ օգուտ է տվել իր գործնեությամբ հայ առաքելական եկեղեցին հզորացրել է անգամներ հզորացրել է Ռուսաստանում մի հատ այդ մարդիկ թող վերցնեն քարտեզը նայեն ու կտեսնեն որ մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ պետության հետ նկատի ունեմ Ռուսաստանը որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ հայությունը քանակով նույնիսկ որոշ դեպքերում Հայաստանից ավելի շատ հայ ապրում Ռուսաստանում այսինքն մենք գործ ունենք աշխարհի այն հատվածի հետ որտեղ 3 միլիոնից ավել հայ ապրում եւ աշխարհի ամենամեծ
երկիրն է իր տարածքով եւ այնտեղ ունենք հզոր ռեսուրս, հայկական հզոր ռեսուրս։ Ու սրբազան նշանակվելուց, եզրասի նշանակվելուց, այդ ռեսուրսը սկսել է ինչ-որ ձևով աշխատել։ Ճիշտ է, իր շատ չնչին տոկոսով, բայց գնացել է առաջ դեպի աճողականը, այսինքն հզորանում այդ եկեղեցիներ են բացում, 8 եկեղեցի է եղել մինչև նշանակվելը։ Դրանից հետո հիմա 80-ից ավել եկեղեցի է գործում։ Բոլոր հնարավորություններով, դպրոցներով, մշակութային ընկերություններով եւ այլ շատ ակտիվ համայնքը գործում է, եկեղեցին աշխատում է եւ այլ եւ այլ։ Հիմա ի՞նչն է վատ դրա։ Մեր թշնամիներին դա է որ ձեռ չի տալիս եւ թիրախավորել են փաշինը։ Հիմա ասենք կպնեն այդ մարդուն, ասեն էս KGB-ի գործակալը, ինչա KGB-ն, կամ ինչ իմաստ ունի հիմա խոսալ մի կայսրության մասին, որը այլևս գոյություն չունի, ընդհանրապես գոյություն, քանի տարի է չկա գոյություն չունի այդ կայսրությունը։ Ինչի մասին է խոսքը։ Հիմիկվա մասին խոսած եք։ Հիմա կամ ինչ է նշանակում հրապարակել ինչ-որ մեկի բանը գործակալ լինելու փաստաթուղթ, այս դարձրել են այս ԱԱՑ-ն, այս ինչա դարձել, ամեն մեկը իր կողմից նստած մի տեղից մի բան հրապարակում է։ Այս կարող է այդ կառույցը ընդհանրապես պետք է լուծարել, ինչ-որ մի նոր բան ստեղծել, որովհետև ամեն մեկը մի բան հնարում է ցույց է տալի։ Մեկը Մոսկվայում ասում է, այս ինչը թուրքական գործակալ է, այն մեկն ասում է, էսի KGB-ի գործակալ է, դուք պարզվեցի բյուզանդական կայսրության գործակալ է, այն մեկը եսին ու սա արդեն թղթին պետք է հավատանք 1000 ձևի բնականաբար ոչ մի թղթի պետք չի հավատալ անիմաստ բան է մեր ժողովուրդը չի հավատում այդպես բաներին բայց գիտեք նաև ինչ ասվեց ասում է այդ գրության ձևը նույնիսկ այդ շարադրանքը ամեն ինչ շատ արհեստական է կեղծված է ես տեսեք այդ մասնագիտական առումով այդ ասվածը հիմնավորվում է ամեն ինչը բայց ես դրան չեմ գալիս դրան չեմ ուզում հասնեմ ես այդ երևույթը անգամ որ ինչ որ քաղաքացու մասին կարա ԱԱՑ-ն հրապարակի մի փաստաթուղթ ու փորձի մարդուն վարկաբեկել։ Իշխանական կայքով է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առաջի հերթին այս իշխանությունը նաև այն մարդկանց, որոնց անունները դեռ չի հրապարակվել, բոլորին պահում են բանի տակ։ Ճնշման տակ ասում են նայեք հանգարտ դուք էլ անեք տեսեք ձերն էլ ա հրապարակենք նույնիսկ այն իր շրջապատի մարդկանց որոնք ունեն ինչ-որ բաներ տենց նայեք այս դեպքում սենց պետք է անել կամ պետք է հրապարակել բոլոր գործակալների անունները մի անգամ որոշել որ բացում ենք արխիվները ու ասում ենք էսի սենց է փակում ենք թեման թե չէ այդ պահել հետո որոշել հա կոմպրոմատ օգտագործել ինչ-որ մեկին հանել ցույց տալ որ ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մեկի հետ համագործակցել եք հետո դա փորձել վեհապարին դրա մեջ մեղադրել գիտեք ես ուզում եմ ուղղակի այս առումով մի բան ասել որ բոլոր նրանք ովքեր վեհապարին համարում են գործակալ իրանք կամ տգետ են կամ ուղղորդվում են ինչ որ ուժերի կողմից։ Գուցե հենց իրենք գործակալներ են։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում իրանց վերաբերյալ կարծիք ասել, ես ուղղակի ուզում եմ ասել կամ տգետ են չեն հասկանում ինչ են ասում, կամ ուղղորդվում են ինչ որ ուժերի կողմից, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը դա աշխարհում միակ կամ եզակի պաշտոններից մեկն է, որը չի կարա ի պաշտոնի լինել գործակալ։ Ինչ ուզում եք ասեք, եթե աշխարհում մեկ թվրված հայություն կա ցիրուցան եղած հայություն կա եւ բոլոր տեղերում կա եկեղեցիները, որոնք աշխատում են, ինքը չի կարա եւ բոլորը ծառայում են առաքելական եկեղեցու սկզբունքներին ու հայությանը, իրանք չեն կարա, կաթողիկոսը չի կարա լինի մի երկրի գործակալ։ Եթե եղավ մի երկրի գործակալ, մնացած բոլոր երկրներում ինքը ձախողվելու է։ Ի պաշտոնի դա չի կարա լինի տենց։ Բայց տեսեք, իրենք փորձում են հենց դա կապել եւ ակնհայտ է, որ պետության հետ են կապում։ Խորհրդային Միություն, Ռուսաստան, բնականաբար, չէ՞։ Եվ ես ուզում եմ ուղղակի մեջ բերել եւ փակենք այդ թեման, հա։ Արամ Զավենիչը Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը։ Ասում է հայ եկեղեցին վերջին օղակն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ։ Եվ դրա համար այդ օղակը պետք է քանդել, որտեվ այդ, այսինքն ես ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինքը եւ իր նման մարդիկ այնքան հակառուս են կամ ռուսատյաց են, որ իրենք դառնում են արդեն նաեւ հայատյացներ։ Այսինքն այս տրամաբանությամբ մեր ուր կհասնենք, ինչ է նշանակում ռուսական օղակ է եւ այդ օղակը պիտի քանդել։ Այսինքն դու ոչնչացնում ես մեր ինքնության հենասյունը, որովհետեւ դրանում ռուսական հետք ես տեսնում։ Եվ ես վստահ եմ, որ իրենք իսկապես այդպես էլ մտածում են։
Պարոն Ավետիսյան, Ես գիտեք, եւ դարձել են իրենք հակահայեր հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով։ Ես չեմ լսել Արամ Սարգսյանի այդ հարցազրույցը եւ եթե ինքը այդպիսի բան ասի, գուցե ուրիշ բան ա ուզեցել ասել, ես լավ չեմ պատկերացնում, ոնց կարելի է այդպես էլ ասում է, այնպես չի որ նոր է այդպիսի բաներ ասում, այնքան հակահայ որ հակահայը նաեւ հաստորեն ստացվում է այդպես։ Նայեք, հնարավոր նախ չի կարելի ինչ որ մեկի հաշվին մի այլ պետության հետ, ասենք ռուսական կայսրության կամ ռուսական պետության հաշվին ամերիկյան կայսրությանը բան անել, գովերքել կամ ինչ-որ բաներ ասել։ Մեր համար դա պետք է հավասարազոր։ Նոր ես խոսեցի այն մասին, որ իդեմս Ռուսաստանի մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ պետության եւ ամենաշատ հայության հետ։ Այսինքն ինչի պետք է մենք հակադրենք ինչ-որ պետության շահեր։ Ոչ մի պետություն էլ մեր շահերով չի առաջնորդվում։ Բոլոր պետությունները առաջնորդվում են իրանց շահերով։ Ինչ որ պահի իրանց շահերը համընկնում անում են, ինչ որ պահեր այն միշտ պետությանն է համընկնում, բայց մենք առաքելական եկեղեցին հենց այն կարգավիճակն է, որ բոլոր երկրներում փորձում է հայության առաքելական եկեղեցու շահերը առաջ տանի։ Հետևաբար անհիմն է ինչ որ պետության մասին ասել, որ կդրվենք սրանցից, կդրվենք նրանցից, ես չեմ հասկանում այդ մարդկանց, օրինակ տեսեք, կարծեմ երեկ էր, թե այսօր էր, ինչ էր ասում, որ այս իշխանությունները ասում են, որ պետքա Պարսկաստանի հետ, Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրվի։ Այսինքն չեմ հասկանում, եթե Իրանի հետ կարող եք ռազմավարական փաստաթուղթ ստորագրեք, եթե Ռուսաստանին տեղին անտեղին ասում եք մենք բարեկամ երկիր ենք, իրար հետ համագործակցող ուժերով ոնց եք մեկը այդպես ասում, մեկը ուրիշ բան ասում, շատ տրամաբանական է, որ բոլոր այն ուժերը, որոնք մեզ թշնամի չեն համարում, պետք է իրանց հետ համագործակցել, բոլոր, եւ ռուսների, եւ Իրանի, եւ Արաբական աշխարհի, եւ Միացյալ Նահանգների, եւ Արևմտյան Եվրոպայի բոլոր այն երկրները, որոնց հետ հնարավոր է։ Բայց մեջտեղում ունենալով հայկական շահը, օրինակ Փաշինյանը գնում է արևմուտք, այնտեղ ձեռքերը վեր է բարձրացնում, սպասարկում է նրանց շահը, բայց դե քանի որ այս իշխանությունը այդ օրակարգը չի սպասարկում, հայկական շահի սպասարկումը չկա իրենց մոտ, իրենք բնականաբար հենց այդ օղակը ոչնչացնում են։ Օղակը ոչնչացնում են եւ փոխարենը հակառակը։ Ախր եկեղեցուն խփել նշանակում է սփյուռքնել էլի ոչնչացնել։ Սա մի ամբողջ շղթա է, որի դեմ աշխատում է ինքը փաստորեն։ Եկեղեցին այդ սփյուռքն է։ Այո։ Եկեղեցին այդ աշխարհն է, աշխարհի հայությունն է, այդ Ֆրանսիան է, այդ Ամերիկան է, այդ Արգենտինան է, այդ Բրազիլիան է, այդ ամեն տեղ հայությունը կա։ Եկեղեցին չի կարա ինչ որ մի երկրի շահերը տանի առաջ։ Եկեղեցին եթե ինքը գործում է որպես հայ առաքելական եկեղեցի, ինքը տանում է հայության շահը առաջ։ Այդպես էլ կա։ Եվ վեհափառը դրա խորհրդանիշն է։ Վեհափառին փոխելով փորձում են այդ կարգավիճակը հայության ուղղակի ոչնչացնել։ Մեր թշնամիները լավ հասկանում են, որ հայ առաքելական եկեղեցին ահռելի ուժ է, կազմակերպիչ ուժ է եւ համաշխարհային ցանց է։ Այդ ցանցն են ուզում իրանք ոչնչացնել։ Դժվար չի էլի այդ հասկանալը կարծում եմ։ Շատ բարձ է իհարկե։ Եվ հիմա անցնենք առաջ, պարոն Ավետիսյան, հետեւյալ հարցին կուզենայի նաև մեր հարցազրույցի եզրափակիչ հատվածում անդրադառնանք հիբրիդային պատերազմներից մեզ փրկեք։ Ժողովրդավարական Հայաստանին պետք է Նիկոլ Փաշինյանը գնաց Եվրամիության ամբիոնից 1-2 ամիս առաջ էր խոսեց, որ թիրախավորված է ժողովրդավարությունը, եկեք փրկեք մեզ։ Ուղղակիորեն այդպես էր ասում։ Վերջին մի քանի մեկ շաբաթ առաջ մենք արդեն Եվրամիության ներկայացուցիչ
կողմից լսեցինք, Կալասը հստակ ասաց, որ Հայաստանը դիմել է մեզ, որպեսզի մենք Ռուսաստանի արտաքին միջամտության դեմ այդ պայքարում օժանդակենք Հայաստանին, ավելի բացվեցին, հա, փակագծերը։ Հիմա այդ հիբրիդային պատերազմ ասվածը մի կողմից երևի Ռուսաստանի նկատի ունի, մի կողմից հենց ներքին դաշտում ընդդիմադիր այս ընդդիմություն իշխանություն պայքարի նկատի ունի։ Փաշինյանը ինչ է ուզում այդ գումարները 15 միլիոն եվրո ստանալով ուղղակիորեն ինքը սկսելու է աշխատել ներքին դաշտի վրա, որի արդյունքները արդեն տեսնում ենք։ Պատուղները, այսպես ասած, տեսնում ենք, կալանավորված են 4 սրբազաններ, ովքեր խոսում են այս իշխանության քաղաքականության դեմ, հա, դժգոհություն են բարձրաձայնում։ Ազգային բարերարը Սամվել Կարապետյանը կալանավորված է, որովհետև ասեց կլինեմ եկեղեցու թիկունքում, մենք էլ մեր ձևով կպայքարենք։ Կալանավորվում են հոգևորականներ նույն տրամաբանությամբ, կալանավորվում են քաղաքական գործիչներ, ովքեր ասում են չենք ընդունում այս իշխանության խայտարակ քաղաքականությունը, այս շղթան շարունակվելու է նախընտրական ընթացքում։ Անունը դնելու են հիբրիդային պատերազմ, բանդերը լցնելու են քաղբանտարկյալներով եւ գնալու են այդ իրողության մեջ գնալու են ընտրությունների։ Ես ուզում հասկանամ էլի մեզ ինչ տարի է սպասվում, ինչ նախընտրական տարի եւ ինչպես եք դուք էլ ընդդիմադիր կուսակցություն ունեք, ոնց եք դիմագրավելու, ոնց եք անելու այդ պայքարը, ոնց եք տանելու, եթե չլինի համախմբում։ Այդ շատ տրամաբանական է, որ իշխանություն, որը կորցրել է ժողովրդի մեջ հեղինակությունը, ձեռքը գցում է տարբեր տեղեր օգնությունների։ Այդ օգնությունը օրինակ Եվրոպայի հետ նշանավորվում է նրանով, որ գումար են ուզում հիբրիդային պատերազմի համար, հետո գնում են Ռուսաստան, այնտեղ ասում են, որ դուք մասնակցեք SSS գործողություններին, որպեսզի հանգարց չընկնենք թուրքերի ձեռքը, գնում են Միացյալ Նահանգներ, ասում են դուք եկեք այստեղ վերցրեք ձեր ձեռքը, որպեսզի հանգարց մենք չընկնենք ռուսների ձեռքը, ու այսպես իրանք ամեն տեղ այդ ամեն ինչը խառնում են իրար եւ մտածում են, որ դրանով իրանք քաղաքականություն են վարում եւ շատ հաճախ ասում են, որ Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել, ոնց որ հիմա է։ Ըստ էության, բայց ուղիղ հակառակն է, երբեք այսքան կախված չի եղել բոլորից, որովհետեւ բոլորը ունեն մեր վրա լծակներ։ Թուրքերն էլ, ադրբեջանցիները նույնիսկ մեր վրա լծակներ ունեն հիմա։ Ուրեմն խնդիրը նա է, որ ամենակարևորը, որ ժողովրդի մեջ կորցրել են հեղինակությունը։ Այսինքն իրանք չեն հավատում, որ ժողովուրդը կգա եւ կքվեարկի իրանց օգտին։ Հիմա դրա համար ինչ որ բաներ են գտնում, որ հիբրիդային պայքարը գնում իրանց դեմ։ Ամենալավ հիբրիդային պայքար տանողները իրանք են։ Այդ ամեն ինչ իրանք շատ լավ գիտեն, ոնց են անում, ինչ են անում։ Ցավոք սրտի ընդդիմությունը հələ են փողոցային մակարդակով մտածում, որ ժողովրդին հանի փողոց, ճնշի իշխանությունը ամաչի եւ գնա։ Այդ մտածելակերպով իշխանությունն է, հետեւաբար այստեղ որևէ հիբրիդային պատերազմի վտանգ չկա Հայաստանի հանդեպ։ Հիմա գնացել են խոսել են մի քանի միլիոն դոլար կամ եվրոյա կբերեն, ինչ որ բաների վրա կօգտագործեն, ամեն դեպքում դա չի օգտագործվելու ժողովրդավարության կայացման համար։ Դա օգտագործվելու է իրանց իշխանությունը պահելու, ամրապնդելու համար։ Շատ լավ, Անահիտյան, այո։ Բայց բնականաբար դա ձախողված թեմա է, որովհետև ամենակարևորը ժողովուրդը պետք է վստահի քեզ։ Եկեք հիմա մենք հասկանանք եւ ամփոփենք հա սրանով, ինչ պիտի անենք։ Տեսեք, մենք ներկայացրեցինք, որ այս մարդը մտել է մեր ինքնության, մեր սրբության սրբոց եկեղեցի, քանդում է եկեղեցին, բանակը քանդված է։ Չասեմ այդպես, հա, տխուր գույներով չներկայացեմ, բայց շատ թուլացած է մեր բանակը եւ դա փաստ է, ես չեմ ասում, ռազմական փորձագետներն են ասում։ Կրթական ոլորտը ոչնչացնում է, մշակութայինը չգիտեմ ինչ վիճակում է, արժե համակարգը լրջորեն խարխլված է։ Հիմա մենք մեր ընդդիմադիր հատվածը արդեն քանի տարի է դա մանրակրկիտ ներկայացնում ենք, հրաշալի գիտենք որտեղից են, ինչպես առաջին հարցումս ասեցի, փչում քամիները, ովքեր են այս մարդկանց թիկունքը, թուրք-ադրբեջանական տանդեմով մինչև այլ ուժային կառույցներ։ Դա էլ է արդեն པարզ, իրենք էլ են բաց խոսում։ Արևմուտքն արդեն շատ པարզ ասում է, եկավ ասեցինք, միասին աշխատում ենք։
մենք մեր գործը պիտի իմանանք։ Ես հիմա ուզում հասկանալ, արդյոք ճիշտ է աշխատում ընդդիմությունը եւ ինչ օրակարգ է պատրաստում ընդդիմությունը իր սեփական օրակարգը բերել։ Մենք բոլորս ամեն օր զգում ենք, որ առաջնորդվում ենք Փաշինյանի եւ ՔՊ-ի օրակարգով։ Առավոտը վեր կացավ, մի հատ սրտիկ ցույց տվեց, այդ օրակարգը լցրեց այդ սրտիկով։ Բոլորը խոսում են դրա մասին։ Հաջորդ օրը մի հատ հիմարություն հայտարարություն արեց, բոլորը խոսում են դրա մասին։ Պետք է դադարի ընդդիմադիր դաշտը գնալու Փաշինյանի օրակարգի հետևից եւ սեփական օրակարգը ձևավորելու քաղաքական եւ ժողովրդին էլ տանելու այդ օրակարգի հետևից։ Մեկ բան էլ ասեմ եւ լսեմ ձեզ, երբ հարցումներ են կանում, ժողովուրդը գիտեք ինչ են ասում։ Ասում են որն է ընդդիմության քայլերը, ասեք որն է ընդդիմության առաջնորդը, որն է ընդդիմության օրակարգը, գանք կանգնենք ընդդիմության կողքին, որովհետեւ մենք ատում ենք այս իշխանությանը, բայց քանի որ ընդդիմությունը չկա, գործուն ընդդիմություն չկա, հիասթափված ասում են կամ չենք գնա ընտրությունների, կամ եթե ով էլ գնաց, երևի կընտրի նորից Փաշինյանին։ Դուք պատկերացրեք ինչ զարուրելի է, այսպես շրջապտույտի մեջ կարող ենք հայտնվենք։ Եվ ուրեմն ուզում եմ լսել ձեզ որպես ընդդիմադիր դաշտի հնաբնակ, ինչպես եք պատկերացնում նախընտրական տարին, ինչպես պետք է լինի, համախմբում պետք է լինի, դաշինքներ պետք է լինեն, ինչ ձևաչափով պետք է աշխատի ընդդիմությունը, խնդրեմ։ Դուք հարցրեցիք ինչ պետք է անի ընդդիմությունը, ասեմ ձեզ, ընդդիմությունը մինչև այս պահը չի կարողացել կոնսոլիդացնի ընդդիմադիր ուժերին, քաղաքական ուժերին, որոնք կարողանան իրանցից ավելի մեծ ուժ ներկայացնեն, քան իշխանությունը։ Բայց նորից օգնության է գալիս, ինչպես միշտ մեր պատմության ընթացքում, մեր հայ առաքելական եկեղեցին։ Եկեղեցին նույնիսկ իրան վարկաբեկելու գնով, որ վարկաբեկում են իրան, վեհափառի մասին ինչեր ասում են, ինքը դարձել է կոնսոլիդացնող։ Հիմա բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է կանգնեն վեհափառի կողքին, եկեղեցու կողքին։ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես միշտ, այս անգամ էլ փրկում է հայ ժողովրդին եւ փրկում է հայրենիքը մեր։ Հիմա դա մեր վերջին հենարան եւ ռեալ հենարանն է։ Այսինքն դուք չեք տեսնում այլ քաղաքական ուժի որպես լոկոմոտիվ, տեսնում եք գաղափար, տեսնում եք համախմբումը եկեղեցու շուրջ։ Միավորողը, կոնսոլիդացնողը եկեղեցին է, եկեղեցու շուրջ պետք է կոնսոլիդացվել, վեհափառ հայրապետը ինչ-որ պահի պետք է հանդես գա եւ կոչ անի, որ բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ որքան էլ որ տարօրինակ է, նաեւ իշխանական թևին կոչ անի, որ երկիրը օրակարգը պետք է ձևավորի վեհափառ հայրապետը, պետք է ասի, որ երկիրը փրկելու օրակարգ է դրվում, մոտիվացիան երկիրը փրկելն է, պետք է կանգնեն սրա կողքը, այս գաղափարի կողքին, ովքեր կմիանան այս գաղափարին ու կկանգնեն այս գաղափարի կողքին, նրանք կլինեն այս ամեն ինչի ոգևորողը, հաղթողը, կազմակերպողը, առաջ տանողը կդառնա կորիզը հաջորդ Հայաստանի, որը վաղն է գալու, որը ավելի լավն է լինելու, հաստատ ավելի լավն է լինելու, սրանում պետք չի կասկածել, եւ եթե Աստված որոշել է, որ եկեղեցու միջոցով դա պետք է արվի, ոչ թե քաղաքական ինչ-որ մի ուժի կողմից, այն ուժերը, որոնք նոր են ի հայտ եկել եւ նոր ինչ-որ հետաքրքիր բաներ են իրանց կարծիքով ասում, որ պետք է միավորվել մեր շուրջը, ամեն նոր ստեղծված կուսակցությունները ներեք են ստեղծվել, արդեն իրանք կոչ են անում բոլորին, որ միավորվեն իրանց անհեթեթություն է։ Կուսակցության մասին եք ասում։ Չեմ ուզում անվանական ասել, սիրուն չի, երբ որ միասնական թևերի սիրուն չի, որ կուսակցապետը այլ կուսակցապետի ասածը քննարկի այդ կարծիքով, բայց դա ես կարծում եմ, որ ճիշտ չի, պետք է բոլորը հավաքվեն վեհափառի շուրջ, եկեղեցու շուրջ, այս իրավիճակից դուրս գանք, իրավիճակը փոխենք, որովհետև տեսեք, իշխանությունը ինքն էլ լավ չի պատկերացնում ինչի մեջ է ինքը խրվում։ Եվ ինքը կարող է շատ լուրջ սխալներ թույլ տալ, որ մեր համար ճակատագրական դառնա։ Երբեք չի կարելի թույլ տալ, որ հայության տարբեր հատվածներ դուրս գան իրար դեմ։ Սրանք այնքան փորձ չունեն ու փորձում են անընդհատ այս հատվածին հանել այն հատվածի դեմ։ Վեհափառը տեսեք ի տարբերություն սրանց, շատ լուրջ է ու շատ խելացի է ու շատ հավասարակշռված։ Այսքան ամեն ինչի մեջ երբեք չասեց, որ
այս հատվածը այն հատվածի դեմ։ Եթե ինչ-որ բան էլ ասում եմ մոլորյալ եղբայրներ են։ Այսինքն ինքը ատելություն չի քարոզում, ինքը համերաշխություն է քարոզում։ Այն պահին, երբ անգամ դռներն էին քանդում, ջարդում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի այդ սուրբ դռները եկեղեցու ներսում կաթողիկոսը քարոզ էր անում եւ հենց այդ միասնության ու սիրո քարոզներ անում։ Ուրեմն դա է հաղթելու։ Դա է հաղթելու։ Դեպի շատերն ասում են կաթողիկոսը գուցե պետք է դուրս գա ավելի կոշտ հայտարարություններ անի, բայց կաթողիկոսը դուրս գա ասի ես ձեր բոլորի հոգևոր առաջնորդն եմ, հիմա կոչ եմ անում այս հատվածը ջարդի այս հատվածին։ Էդ ասի։ Այսինքն մեր կաթողիկոսի զուսպ, հավասարակշիռ, հայրական դա մեր եկեղեցու խորությունն է եւ հզորությունն է, հենց այդ խորությունն, այդ լռությունը, այդ համբերատարությունը երբեք կաթողիկոսը պիտի հետ քայլ չանի։ Իմ կարծիքով, այսինքն ինքը միշտ իր դիրքում պիտի մնա, քանի որ ինքը հավատացած է, չէ՞ որ ինքը ճիշտ է, ինքը ճշմարիտ է, ինքը ճիշտ ուղով գնում է։ Եթե ինքը սխալ լիներ, Աստված իրան տեղից կվերացներ։ Եթե Աստված իրան թողել է, որ ինքը մնա եւ ամուր մնա իր տեղում, նշանակում է ինքը այդքան կա եւ արժանի է որ մնա այդ պաշտոնում։ Մեր ժողովուրդը սա պիտի հասկանա։ Մենք քրիստոնեություն տարածած ժողովուրդ ենք, մենք մարդասիրություն տարածած ժողովուրդ ենք, մենք հզոր ժողովուրդ ենք, չի կարելի մեզ sense վերաբերվել երկրորդական, մենք երկրորդական ժողովուրդ չենք։ Որպես վերջաբան ուզում եմ ամփոփեք նախընտրական տրամաբանության մեջ, հա, 2026-ով մտնում ենք նախընտրական տարի, դուք ձեր կուսակցությունը ինչ է պատրաստում անել, հնարավոր է դաշինքային տարբերակ, հնարավոր դա համարում եք, կան արդեն որոշակի ուժեր ձեր մտքում կամ գործական ինչ-որ քայլեր արել եք, թե ոչ եւ դրանով ամփոփենք մեր հարցը։ Բնականաբար, թե քաղաքական կուսակցությունից պետք է պատրաստվես ընտրությունների, քաղաքական կուսակցությունները այլ տրամաբանության մեջ չեն կարող գործել, կուսակցությունների միակ իշխանափոխության հնարավորությունը դա ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելն է։ Ես չեմ խոսում այն իրավիճակներին, որը անկախ մեր տրամաբանությունից կարող է ինչ-որ բան լինի։ Մեկ անգամ է եղել։ Ես ասում եմ, որ դասական քաղաքական ձևը որն է, կուսակցությունը պիտի գնա ընտրությունների։ Կուսակցությունը բնականաբար պատրաստ է ընտրությունների եւ ելի ավելի է պատրաստվելու մինչեւ ընտրությունները, ֆորմատները բոլորը մեր համար ընդունելի են եւ դաշինքները եւ առանցին գնալը ընդունելություն մտահոգություն չունեք Փոշյանան ուժերը ի վերջո համանadrությունը տալիս է հնարավորություն Փոշյանը թիվը գնում է դեպի ավելի շատ ձայներ ստացած ինչից շահում է ամեն դեպքում համերաշխություն կուսակցությունը եզակի կուսակցություններից է որ մշտապես խոսել է կոնսոլիդացիայի մասին եւ գաղափարական կոնսոլիդացիայի մասին է խոսքը եղել հիմա ցավոք սրտի ասեմ մեր ասածները հերթով իրականանում են մենք դրա լուծումները տեսնում ենք եւ առաջարկում ենք որ այդ լուծումները որ մենք գիտենք նաև մյուսների հետ կիսվենք եւ ասենք որ այսպես է եկեք տեսեք որ այստեղ մեր շահը չի մեր երկրի մեր ժողովրդի շահն է եւ եթե այդպես ես մտածում միշտ գործը հաջողակ է եւ համերաշխությունը այն միակ մեր համար գաղափարախոսությունն է, որ այս իրականության մեջ կարա մեզ հաջողության բերի։ Պարոն Ավետիսյան, այդ քննարկումների շուրջ համախմբում կոալիցիա եւ այն հաստատ մեխը լինելու է հետեւյալ հարցի, ինչի մասին արդեն օրինակ խոսեց նորաստեղծ կուսակցություններից մեկը, հենց նորից Արման Թաթոյանին հղում անեմ, երեք նախագահները պետք է հեռանան, որպեսզի հնարավոր լինի հաղթել եւ թույլ չտալ, որ վերարտադրվի այս իշխանությունը։ Հիմա այդ դաշինքային ձևավորման ժամանակ հաստատ այդ թեման լինելու է։ Երեք նախագահները կլինեն այդ դաշինքում, երեք նախագահների այդ ուժերին ՀԱԿ-ն է, այնտեղ հանրապետական եւ այլ այդ ուժերը պետք է լինեն, իրենք էլ ասում են իսկ ով իրավունք ունի, որ ասի մեզ մի մասնակցեք, հա, իրանք ճիշտ են ասում։ Իրավունքն է, էլի։ Իրանք ճիշտ են ասում, ոչ ոք իրավունք չունի դա ասել, մենք ուղիղ հակառակն ենք ասում, բոլորը պետք է մասնակցեն։ Նաև իրենք տեսնում։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն եւ իրանց ռեսուրսները, իրանց հնարավորությունները դնեն որպեսզի մենք այս վիճակից դուրս գանք։ Իսկ ինչ է ասում ժողովուրդը, գուցե նաև պետք է ժողովրդին լսենք։ Ժողովուրդը ասում են նախկինները մերժված են, պետք է գնան։ Ժողովուրդը այդպես է ասում։ Չգիտեմ։ Այնքանը երևի նախկին ու ներկա է թեզը պատտել Նիկոլ Փաշինյանը, հիմա ժողովրդի մեջ նստած է, նախկինները չգան։ Նախ այդ ժողովուրդը չի ասում ամբողջ ժողովրդի ինչ որ մասն է ասում։
ինչ որ մասն է ասում, նախկինները կուր է տվել Փաշինյանի թեզի այդ ասողներին եթե հիմա սենց դնեք իրար կողքի բաժանեք, կստացի մի մասը Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից են, մի մասը Քոչարյանի կողմնակիցներ են, մի մասը Սերժ Սարգսյանի կողմնակիցներ են։ Դա նշանակում է մենք տարանջատում ենք մտցնում։ Այդ մարդիկ ախր նոր որ մտնում են քաղաքականություն, մի քիչ պետք է խորը մտածեն, նոր խոսեն քաղաքականությունը, այն չի որ ինչ մտքիդ գալիս է այդ խոսես։ Պետք է կոնսոլիդացիա ապահովել։ Երբ որ դու խոսում ես կոնսոլիդացիայից, դու պետք է նաև ճանապարհային քարտեզը ցույց տաս, որն է դա։ Նոր ինչի համար վեհապարի օրինակը բերեցի։ Վեհապարը այն մարդկանց, որոնք ջարդում են դռները եկեղեցու, նույնիսկ նրանց չի ուզում բաժանի մերոնց, ձերոնց սևեր սպիտակներ, որովհետև այդ արդեն տարանջատում է։ Եթե դուք ասում եք, որ նրանք պետք է չմասնակցեն ու մենք պետք է մասնակցենք, այդ արդեն տարանջատում է։ Նրանք եւ մենք դա պետք չլինի։ Շատ լավ, այսինքն այդ սկզբունքով պետք է ձևավորվեն դաշինքները հնարավոր, սպասենք 2026-ի նախընտրական։ Մենք ամեն ինչ անելու ենք, մենք նպաստելու ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր քաղաքական ուժերը, Հանրապետության նախկին նախագահները եւ այն ուժերը, որոնք պատրաստ են օգտակար լինելու հայրենիքին, օգտակար լինեն։ Ով փորձելու է պառակտել, նրանց պետք է ուղղակի մի կողմ դնել ու բացատրել, որ չի կարելի պառակտել, որովհետեւ համախմբումը, համերաշխության կողմնակիցները, միասնության կողմնակիցները շատ ավելի շատ են։ Մի խոսքով կարծում եմ, որ այո, այս ընտրություններին քաղաքական ուժերը պիտի հասկանան, որ դաշինքով գնալն է ճիշտ, որովհետև հակառակ դեպքում կարող են փոշիանալ ռեսուրսները եւ ուղղակի մենք նորից տեսնենք վերարտադրություն, ուրիշ ոչինչ։ Դրանք ուղղակի տակտիկական հարցեր են, պետք է քննարկել եւ ճիշտ որոշում կայացնել։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, հետաքրքիր զրույցի համար։ Վերհիշեցնեմ, այսօր ես զրուցում եի Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։